Ամբողջ կյանքում ապրում եք Եվրոպաներում, Ամերիկաներում եւ Ռուսաստաններում, մահանալուց ուզում եք անպայման թաղվել Հայաստանում։ Ասում են շատ հայաստանցիներ եւ ես այսօր ուզում եմ խոսել այդ տաբույացված թեմայից։ Գիտեք, այսօր ուզում եմ պատմել, թե ինչ կարժենա թաղումը Եվրոպայում, մասնավորապես Գերմանիայում, ինչ պատճառներով են իմ կարծիքով մարդիկ նախընտրում այնուամենայնիվ թաղվել Հայաստանում եւ կբացահայտեմ, թե ինչու օրինակ Գերմանիայում 25 տարի անց ձեր դագաղը կարող են փորել եւ թարմ մեռել թաղել։ Իդեպ ես այսօր բազմիցս կխոսեմ մեռել, դագաղ եւ այլն, կոմենտներում չգրեք հանգուցյալ է մեռել, չի։ Ես ուզում եմ այս տաբուացված եւ մահվան վերաբերյալ լուրջ թեման ավելի կենթանի դարձնել իմ խոսքով։ Հասկացանք իրար։ Տեսեք, սկսեմ նրանից, որ ընդհանրապես մահվան վերաբերյալ մեր հասարակությունը եւ մեր մշակույթը ունի հատուկ վերաբերմունք։ Օրինակ մեքսիկական երկրներում թաղման, մահվան վերաբերյալ այդպես կատակներ են անում, իրենք ունեն միջոցառումներ եւ ավելի այսպես ծաղրի են ենթարկում մահը եւ դրա մասին ազատ խոսում են, ինչը ունի փսիխոթերապևտիկ հետաքրքիր բնույթ, այսինքն այդպես են իրենք պայքարում մահվան վախի դեմ։ Մեր հասարակությունում մահը շատ տաբույացված է, մենք վախենում ենք, մենք հանգուցյալի մասին վատ բան չենք անում եւ այլն եւ ես ոչ միտեղ չեմ տեսել, որ մեկը այս թեմայից խոսա, հա։ Սիրելիներ, սկսենք նրանից, հա, անդրադառնամ պատճառներին, կուզեմ, որ դուք էլ ակտիվորեն մասնակցեք, տեսեք, համամիտեք ինձ հետ, թե ոչ։ Նախ սկսեմ նրանից, որ հայերը երևի թե այն քիչ մարդկանցից են, ազգերից են, ովքեր որ արտագաղթելուց հետո կապ են պաշտպանում իրենց հայրենիքի հետ։ Օրինակ դուք նստած եք ձեր երկրներում, գուցե շատ երկար ժամանակ Հայաստանից դուրս եք, բայց նայում եք YouTube-ում ինձ, ձեր հայրենակցին հայերենով, որովհետև ես ձեզ ավելի հարազատ եմ, քան օրինակ Ֆրանսիայում կամ Ամերիկայում կամ Գերմանիայում գտնվող նույն բլոգերը, չէ՞։ Այդպես է, հա։ Շատ հայեր ունեն նաև կապ Հայաստանի հետ, այցելում են, գնում են, գալիս են, ունենում են բարեկամներ։ Ես շատ քիչ մարդ գիտեմ, որ արտագաղթել է եւ խզել է բոլոր կապերը հայրենիքի հետ։ Հետևաբար էլ շատերը նախընտրում են մահանալուց գնան իրենց հայրենիքում թաղվեն, որովհետև այնտեղ ունեն բարեկամներ, իրենց շիրիմի մասին հոգ կարող են մարդիկ տալ։ Ամենակարևորը, հիմա կխոսեմ նաև ֆինանսական հարցի մասին, բայց դա միայն ֆինանսական հարցը չի, ես ձեզ մի հատ օրինակ բերեմ, հա։ Մի քանի ամիս առաջ ես մասնակցել էի առաջին անգամ գերմանական թաղմանն։ Կինը հանգուցյալը 87-86 տարեկան մի կին էր, բավականին ֆինանսական այդպես լավ միջոցներով, այսինքն ինքը այդպես ասոցիալ ընտանիք չէր, որ ասես այնքան թաղեցին պրծան գնաց։ Ժողովուրդ ջան, ես որ եղա այդ թաղմանը, շատ ինձ մոտ շատ այսպես նախ հուշեր եկան հայկական թաղումներից ու շատ ոչ միանշանակ զգացողություններ ունեցա։ Ինչ էր տեղի ունենում։ Ուրեմն սրահ էին վարձել, այդ սրահը հենց գտնվում էր այդ գերեզմանոցի տարածքում։ Եվ խոսք էր ասում, քանի որ կինը եկեղեցուն չէր պատկանում, խոսք էր ասում ոչ թե պաստորը, այլ խոսք էր ասում այդ կազմակերպիչ, միջոցառման կազմակերպիչ այդ մի կին, որը որ մահվան խոսք է ասում, նախապես այն տեքստ է տալիս, ինքը խոսում է, թե ով է եղել այդ հանգուցյալ իր կյանքում, ինչ հաջողություններ եւ այլն է ունեցել կյանքի ընթացքում։ Ես վախեցա ասացի, մտածեցի էլի մի բան է ինձ կծում։ Ու սիրելիներ, հանգիստ խոսած, կճուճներ դրված, դեստեղ շատ քչերն են, որ չեն հրկիզում, հրկիզեցին, շատ հանգիստ, հետո ինչ տեղ ունեցավ, գնացինք, կճուճը աշխատակիցներից մեկը դրեց փոսը, հետո գնացինք այդ կնոջ տուն, սուրճ խմեցինք, ոչ մի մանդ է, ստեղ տենց սովորություն չկա, որ մարդկանց դեմը հաց դնել, մի 10 րոպե նստեցինք, դեսից դենից խոսացինք ու ինչ տեղի ունեցավ, հետո անցանք տարբեր թեմաներից ու տենց վերջացավ այդ երեկոն։ Ու ես որ համեմատում եմ իշխողության մեջ հայկական թաղումները,
Ես հիմա չխնդակ, բայց շատ ինչ որ ջերմ հիշողություններ ունեմ հայկական թաղումների հետ։ 90-ականների երեխաներ, մի հատ խնդրում եմ կոմենտների մեջ գրեք։ Հիշում եք, որ գնում էինք դասարանցու տատի, պապի թաղման ժամանակ ինչ որ մասնակցում էինք, երեխեք էինք, 10-12 տարեկան, այն որ երես առած անդաստիրակ գնում էինք, ծիծաղում էինք, խնդում էինք, մեզ ասում էին, վար վախենում ես, արի մեռելին ձեռ տուր, մեռելին պաչիր։ Ժողովուրդ, կարող է ես եմ այդպես մանկություն ունեցել, մի քիչ կարող է չափազանցնում եմ, բայց մահվան վերաբերյալ ես շատ թաղումների վերաբերյալ շատ ինչ որ հատուկ հիշողություններ ունեմ։ Ես հիշում եմ, որ իմ պապին էինք ուղարկավորում, ամբողջ մեր բոլոր բարեկամները հավաքվել են, ինչ որ միասնություն կար, այսինքն ժողովուրդ մեզ մոտ այդ թաղման գործընթացը, այդ ծիսակատարությունը ինքը փսիխոթերապևտիկ բնույթ ունի։ Իդեպ ես ու քուրս ուզում ենք անպայման եկող տարի մի դոկումենտալ ֆիլմ հանել հայկական ծիսակատարությունների մասին, թաղման, որովհետև ես կարևոր եմ համարում այդ ծիսակատարությունները այսօր մոռացվում են։ Գիտեք, այն ժամը կանգնացնելով, հայլու վրա սրբիչ փռելով, այդ լացելով, այդ դագաղի կափարիչը դուրսը դնելով, կարող է ձեր կողմից ինչ որ sense մի տեսակ հիմա զարմանաք ես ինչա խոսում ես աղջիկը, բայց դրա մեջ շատ ես հիշողություններ ունեմ ու շատ հետաքրքիր ինչ որ միասնություն կա։ Այսինքն այդ լաց հանգուցյալի վրա երգելով լացել է, այդ ամեն ինչը դու նման ձևով ոնց որ հրաժեշտ ես տալիս քո հանգուցյալին։ Այ ոչ թե եվրոպացիները իրենց մեռելներին չեն սիրում կամ ուրախացել են, որ մարդիկ մահացել են, այլ այդ մարդիկ հասկանում եք, այդ ձևով են իրենք ընկալում։ Լեհաստանի հայեր, մի հատ անպայման գրեք, այնտեղ ընդհանրապես ասում են, վայ, մենք ուրախանում ենք, որովհետև գնաց այլ աշխարհ։ Իսկ մեզ մոտ իսկական սուգ է իրանից ներկայացնում։ Ու դրա համար, որ շատերն ասում են, ուզում էր գումար խնայել, կարող եմ ասել, այդտեղ մենակ գումար խնայելը չի, որ դու սովոր ես նման ծիսակատարություններին, քո բարեկամները, դու էլ պատկերացնում ես միայն այդ ձևով։ Ես որ ավելի երիտասարդ էի, մտածում էի, ոյ, այդ ինչ ձևական բաներ, լացել եւ այլն, ես ուզում եմ հրկիզվեմ, հետո սև ծովի վրա իմ մոխիրը ցայեն, բայց որ մեծանում ես, խելք ես հավաքում ու հասկանում ես, որ չէ, ես ուզում եմ, որ մի բան գոնե մնա։ Այսինքն դա հոգեբանական, ենթագիտակցական բան է, չէ, որ դու դրանով քո գերեզմանով, քո ներկայությամբ ինչ որ մի ձևով ուզում ես քո մասին ինչ որ մի բան թողնել, հասկանում եք։ Դա շատ հոգեբանական լուրջ ենթատեքստ ունի, ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Հիմա անցնեմ ֆինանսական հարցին։ Գերմանիայում, ինչպես արդեն ասացի, նախընտրում են հրկիզել։ Եթե ձեզ հրկիզեցին, մինչև 10,000 եվրո, այդտեղ բոլոր գործողությունների տեղի համար ձեզ վրա գումար է նստում, այսինքն ձեր բարեկամների վրա է գումար նստում։ Եթե դուք չեք ուզում հրկիզվել, ուզում եք ավանդական ձևով, դա կարող է մի քանի տասնյակ հազար եվրո արժենալ։ Հետո ժողովուրդ ջան, գերմանական գերեզմանոցներում 3 սանտիմետրը 2 սանտիմետրի վրա եւ շատ համեստ տապանակարեր են։ Ոնց ենք մենք չէ սովոր մեր գլխով չափ, համ նկարը լինի, համ օրինակ չգիտեմ շուն ունես, շանդ նկարը լինի, այնտեղ ձեր գյուղի ձորը քո հետևի մասում լինի, հասկանում եք, մի հատ արվեստ։ Իսկ ստեղ բնականաբար շատ համեստ փոքր, sense փոքր մի հատ այսպես տապանակարա անուն ազգանունա գրած եւ մահվան եւ ծննդյան տարեթվերը։ Ոչ մի նկար ես մինչեւ այժմ չեմ տեսել ստեղ։ Ու ես մի հատ դեպք պատմեմ, որ մի մարդ կար Համբուրգում, կինը մահացել էր եւ ինքը ուզում էր փոքրինչ մեծ տապանակար դնել եւ այդ տապանակար սարքողը ասել էր ես կանեմ խնդիր չկա, բայց քեզ չեն թույլատրի։ Ու թույլատրության մի քիչ մեր մենտալիտետին ոչ հարիր բան էլ կա, որ օրինակ ես տենց չեմ կարող պատկերացնել, որ 25 տարի հետո քո տարածքի վրա նոր հանգուցյալ են փոսը փորում են, քո վրա նոր հանգուցյալ է գալիս։ Այսինքն տարածքը, քո բարեկամները, քո երեխաները պարզապես վարձում են։ Վարձում են ամենաշատը 25 տարի։ Թե 25 տարի հետո այդ քո վարձույթ կտոր հողը կերկարացվի, շատ մեծ հարց է։
Քանի որ ստեղ թաղումները բավականին իրենք թանկ հաճույք են, հետևաբար շատ-շատերը արդեն տարիքով մեծ անում են ապահովագրություն, գումար են ամեն ամիս տալիս եւ վերջում ոնց որ խնդիր չի առաջանում եւ այդ բոլոր ծախսերը հոգում է իր ապահովագրությունը։ Հետաքրքիրն այն է, որ եթե Հայաստանում երեխաները իրենք են հավաքվում, իրենք են թաղման հարցերը լուծում, արդեն կամավոր եւ ոչ կամավոր, ամոթի խաթեր, այստեղ դու չես կարող ասել գումար չունեմ, կարող ես ասել գումար չունես, եթե իսկապես չունես, պետությունը կթաղի քո հարազատին, բայց դու չես կարող ասել, որ մորս եւ հորս հետ ես ոչ մի կապ չեմ պահել, այդ մարդիկ լավ ծնողներ չեն եղել եւ ես հրաժարվում եմ։ Ոչ, եթե պաշտոնապես նրանք քո ծնողներ են, քո հարազատներ են, դու պարտավոր ես այդ ծախսերի մի մասը հոգալ։ Այսինքն մի քանի երեխա են, բաժանվում է իրենց մեջ։ Հասկանում եք։ Ու տեսեք, մենք որ սովոր ենք այդ գերեզմանոցներին, մենք սովոր ենք, որ այդ ձևի վերաբերմունքի մեր հանգուցյալների մեզ համար պարզապես անընդունելի է, հա, շատ բաներ։ Ու այստեղ չի որ ու դու չես կարող շատ գումար տալ եւ որպեսզի 100 տարի քո տարածքը մնա քեզ։ Դու չես կարող համապատասխան շատ գումար ունենալ եւ դնել մի մեծ կիսանդրի։ Չես կարող։ Այդպես է։ Օրենքը բոլորի համար է, ուզում ես միլիոնատեր եղիր, ուզում ես աղքատ եղիր։ Կարևորն այն է, որ խնդիրը միայն ֆինանսական հարցը չի։ Այո, դու խնայում ես, բայց այդտեղ արդեն մշակութային հարցն է, եւ մյուս կողմից այո, ընդունելի է թաղվել Եվրոպայում, եթե քո բոլոր բարեկամները այստեղ են։ Եթե դու մահվան ավելի այսպես հանգիստ ես վերաբերվում, եթե քեզ համար շատ այդպես ծիսակատարությունները շատ կարևոր չեն, այստեղ չեմ քննադատում, հասկանում եք ձեր որոշելիքն է, բայց ես միշտ ասում եմ, որ եվրոպացիներն ու հայերը ծայրահեղություններից ծայրահեղություն են։ Այսինքն շատ դեպքերում մենք ականատես ենք լինում, որ այստեղ շատ համեստ մարդը շատ ֆինանսական լավ կարողությունների տեր մարդը մահանում է, շատ համեստ թաղում են, երեզմանոց կարող է հետո իր բարեկամները չգնանեն, մյուս կողմից էլ Հայաստանում տեսնում ես ճող այնպիսի թաղում են անում իրենց բարեկամների համար, որ եվրոպական ցանկացած հարսանիք զիջում է իր ճոխությամբ, հասկանում եք, բայց միևնույն ժամանակ մարդիկ կան, որ ձևական ուրիշին ապացուցելու համար են անում իրենց մեծերին, ծերերին, պապիկին, տատիկին կենթանության օրոք ընդամենը չեն էլ հարգել։ Այդ որ ուրիշներին կերակրում են, անգամ իրանց կենթանության օրոք այդ լավ բարիքները այդ մարդիկ չեն կերել։ Մի տեսակ ոնց որ մի ծայրահեղությունից մի ծայրահեղություն լինի ու շատ կուզենամ, որպեսզի դուք կոմենտներում գրեք ձեր կարծիքը, որովհետև այս հարցի մասին ոչ ոք չի խոսում ու ես էլ չեմ կարող ասել միանշանակ։ Ամեն դեպքում ես այն կարծիքի եմ, որ եթե մարդը ցանկություն է հայտնել թաղվել Հայաստանում, ապա պետք է այդ մարդուն այդ ցանկությունը հարգել այդ մարդու ցանկությունը եւ թաղել նրան Հայաստանում։ Եթե մարդ իր ամբողջ կյանքում ապրել է ինչ-որ միտեղ եւ հետո հասկացել է, որ չէ, ինքը ուզում է մոտ լինի հայրենիքին, գուցե նաեւ պետք է թույլ տալ։ Միևնույն ժամանակ ես հասկանում եմ նաև հայաստանցիներին, որ Հայաստանը տարածքով փոքր է, Հայաստանի գերեզմանոցները մեծ տարածք են զբաղեցնում, բայց ժողովուրդ այդ ամեն մշակույթը։ Այդ ամեն մշակույթը մեզ մոտ քիչ են հրկիզում, մեզ մոտ նման մշակույթ չկա, մեզ մոտ սիրում են ճոխ թաղումներ եւ մի օրվա մեջ այդ ամեն ինչը չի կարող փոխվել։ Օրինակ ես շատ եմ սիրում այդ լացող կանանց մշակույթը, ինքն էլ շատ ինչ որ հետաքրքիր, ինքը բան կա, հոգե թերապևտիկ է այդ ամեն ինչը, անպայման գրեք ձեր կարծիքը կոմենտներում, մեկ էլ ամենակարևոր բանի մասին եմ ուզում անպայման խոսել եւ անդրադառնալ, տեսեք վերջին վիդեոներից մեկում ես խոսում եմ հեյթի մասին, որ շատ են ինձ գրել բացասական նայվատելության խոսք կա երբեմն վիդեոների տակ ու ես անկեղծ զարմացած էի ձեր աջակցությունից ու ինչքան մարդ ինձ դրական խոսքեր, ջերմ խոսքեր էին գրել, ես իսկապես չէի սպասում, ես բոլորին անհատապես պատասխանել եմ ու հիմա էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել ու անկեղծ ասած ձեր այդ աջակցությունը ինձ տվեց ուժ, ես նոր Instagram-յան էջ էլ բացեցի Ֆրաուլալայան, եթե ձեզ հետաքրքիր է կարճ վիդեոները կարող եք այնտեղ դիտել, ինձ բաժանորդագրվել
Որովհետև շատ դեպքերում Instagram-ում եւ TikTok-ում այդ փոքր վիդեոները շատ հեշտ իրենք եւ տարածվում են եւ բավականին շատ մարդիկ են ձեզ ճանաչում, իսկ YouTube-ը ինքը կարճ վիդեոներ է ցույց է տալիս բոլորին, հետեւաբար այն մարդիկ, ովքեր որ հայերեն չգիտեն, քո վիդեոն չեն նայում, ու ես մտածում եմ, որ ստեղ միայն երկար վիդեոներ անեմ, ու հետաքրքրական է, որ Instagram-ս էլ բավականին այսպես արագ ընթաց էլի աճում է, ու ես հասկացա այն բան, օրինակ Instagram-ում 180,000 դիտում Reels ունեմ, այնտեղ միջինը 20,000, կան ավելի քիչ, կան ավելի շատ, ու ես հասկացա, որ ինչքան շատ քո աուդիտորիալ լսարանը մեծանում է, ինչքան շատ կոմենտներ են գրում, դու արդեն չես ֆիքսվում բացասականի վրա, շատ դեպքում չես նայում, բայց ես միշտ նայում եմ եւ սիրում եմ ինձ դրական խոսք գրողներին, ես ինչ խոսք շատ սիրում եմ, որ ինձ սիրում են ու ինձ հարգում են կամ էլ նվազագույնը իմ նկատմամբ լոյալ են։ Այսպեսի sense բավականին հետաքրքիր շեղում, շնորհակալ եմ, հաջորդ ուրեմն վիդեոն կլինի Արայի հետ սոցաշխատողի Ֆրանսիայից, ունեմ վիդեո հաշմանդամության վերաբերյալ Եվրոպայում եւ Հայաստանում, շատ ձեզ հետաքրքիր անակնկալ է սպասվում, հարցազրույց է, եւ նաեւ խոսելու եմ ըստեղ փախստականների ճամբարների վերաբերյալ, որտեղ ես այնտեղ 2 տարի աշխատել եմ եւ ինչ շատ էին գրում, որ դրա մասին խոսեմ։ Սիրելիներ, սպասում եմ ձեր կարծիքներին, ձեր մեկնաբանություններին, մինչ հաջորդ վիդեո։